70-ամյա Այաթոլլա Ալիռեզա Արաֆին այն գործիչն է, որն Իրանում ստանձնել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի գործառույթները Այաթոլլա Ալի Խամենեի մահից հետո։ Արաֆին շիա հոգևորական է, իսլամագետ եւ քաղաքական գործիչ, որը երկար տարիներ ձևավորել է Իրանի կրոնական կրթական համակարգը։ Նա ծնվել է Քոմում, երկրի հոգևոր կենտրոնում եւ համարվում է պահպանողական իսլամական դաշտի ազդեցիկ ներկայացուցիչներից։ Տարիներ շարունակ դասավանդելով Քոմի հոգևոր սեմինարիայում, Արաֆին միաժամանակ ղեկավարել է Ալ-Մոստաֆա միջազգային համալսարանը, որը համակարգում է աշխարհի տարբեր երկրներից Իրան եկած ուսանողների իսլամական կրթությունը։ Նրա գործունեությունը կարևոր դեր է խաղացել Իրանի հոգևոր կրթական համակարգի վերակազմավորման եւ իսլամական արժեքների տարածման գործում միջազգային մակարդակով։ Որպես Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ նա ներգրավված է եղել երկրի օրենսդրական վերահսկողության եւ քաղաքական համակարգի կայունացման գործընթացներում, համադրելով կրոնական ու պետական ազդեցությունը։ Միևնույն ժամանակ Արաֆին հանրային դաշտում փակ եւ զուսպ գործիչ է։ Հազվադեպ է հարցազրույցներ տալիս կամ հանդես գալիս հրապարակային ելույթներով։ Խամենեի մահից հետո իր առաջին հայտարարությունում Արաֆին ընդգծել է Իրանի անկախության պահպանումը, խոսել պատասխանատվության եւ վրեժխնդրության մասին, ակնարկելով կոշտ եւ սկզբունքային գիծ արտաքին քաղաքականության մեջ։ Նրա ղեկավարությամբ սկսվող անցումային շրջանը դիտարկվում է որպես լուրջ փորձություն թե Իրանի ներքին քաղաքական հավասարակշռությունը պահպանելու, թե հոգևոր իշխանության իրավահաջորդությունը ապահովելու առումով։ Անիա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։